Երզնկյանը ծնվել է ականավոր հասարակական գործիչ Արամայիս Երզնկյանի ընտանիքում։ Արամայիս Երզնկյանի ընտանիքը 20-ական թվականների դա մի օջախ էր, մի տեղ էր, որտեղ հավաքվում էին մտավորականները։ Իր ապագա կյանքը ստեղծագործական երևի հենց իսկ ձևավորվել է տանը, որովհետև այն ինչ որ նա տեսել է, այն ինչ որ լսել է, այդ ամենը չէր կարող հետք չթողնել իր վրա եւ հետագայում ես կարծում եմ ընտրությունը իսկ եղել է հենց պայմանավորված այդ հանգամանքներով։ Հայրիկս կորցրել է 14 տարեկանում եւ մորը եւ հորը։ Այնուհանդերձ արդեն 15 տարեկանում բեմադրել է ռուսական թատրոնում որպես նկարիչ բեմադրիչ Պովիստի Բելկինը այդ բեմադրությունը եւ երևի թե այստեղից եւ սկսվել է իր ստեղծագործական կյանքը։ Ուսանել է Մոսկվայում մեծանուն Ռուբեն Սիմոնովի եւ կինոռեժիսոր Միխայել Ռոմի մոտ եւ վերադառնալով արդեն Երևան ուսանել է նաեւ Գեղարվեստի ինստիտուտում 1954 թվականին նկարահանել է իր առաջին ֆիլմը Հասցեատիրոջ որոնումները, հետո արդեն Հովազաձորի գերիները, Առաջի սիրո երգը, Իմ ընկերոջ մասին եւ շուրջ 60 ֆիլմ, եւ գեղարվեստական, եւ վավերագրական, խաղարկային եւ ոչ խաղարկային։ Մերի Քաղաքյանի հետ գրեթե միաժամանակ իր ստեղծագործական ուղին սկսեց Յուրի Երզնկյանը։ Այդ սկիզբը շռնդալից էր։ Նրա եւ Լայերտ Վաղարշյանի առաջին սիրո երգը մեկ օրվա մեջ հռչակավոր դարձրեց երկուսին էլ։ Դա 1958 թվականն էր։ Այնտեղ դաշնամուրին։ Եթե վերհիշենք ֆիլմերը Յուրի Երզնկյանի, հիշենք, որ առաջի ֆիլմերից մեկը Հովազաձորի գերիները նկարահանվել էր Վախթանգ Անանյանի գրվածքի հիման վրա։ Սքավոր ձյունը Անրի Տրոայայի, Խաթաբալան Սունդուկյանի, Գոտեմարտը Զորի Բալայանի պատմվածքների հիման վրա, այսինքն այդ ընդգծված վերաբերմունքը դեպի գրականությունը միանշանակ պայմանավորված էր նրանով, որ լավ գիտեր գրականությունը եւ հասկանում էր, որ շատ անգամ սցենարը ոչ միշտ լինում է այնպիսին, որ ֆիլմը լինի իսկապես լիարժեք եւ ունենա գեղարվեստական, գեղագիտական արժեքներ։ Որդիս ծերացել ես, ինչ օրն ես ընկել։ Հայրիկ, այսպիսի պայմաններում լրիր, երբ հայրդ է խոսում, դու այժմ ոչ ոքի հարգավոր չես բացուկո հորից, հարգավոր չես կնոջդ, որդուդ։ Ասենք, դրանք էլ քեզ հարգավոր չեն։ Դե, ինչ կենաց խմենք որդիս։ Թանկագին, միակ որդիս։ Արվեստի կենացը։ Ինչ կա որ, կարելի եւ արվեստի կենացը։ Խմենք։ Իսկ այժմ պատասխանիր ինձ տղաս։ Դու այդ ինչ երին, հա։ Դու կարծում ես տաղանդ ես, քեզ ամեն բան կարելի է։ Մարդ էիր, կին ունեիր, ընտանիք, զավակ, ամբողջ քաղաքն էր քեզ նայում։ Իսկ հիմա դες ուր ես ընկել։ Մի բաժակինու համար գոտրատվում ես մարդկանց առաջ։ Դու լավ ցեղից ես, Արսեն Վարունց։ Նշանակալից է եւ հետաքրքիր է այն հանգամանքը, որ այսօր Յուրի Երզնկյանի ֆիլմերը եւս արտեական են եւ նայվում են ոչ ավելի քիչ հետաքրքրությամբ, քան այն տարիներին, երբ որ ստեղծվել են։ Ես կարծում եմ, որ կինոարվեստում կինոարվեստին բնորոշ է որոշակի ժամանակների ընթացքում տեղի ունենում վերագնահատում ֆիլմերի եւ ֆիլմերը, որոնք թվում է, որ այդ տարիներին ունենալով իրենց տեղը, իրենց ճանաչումը, կարող են եւ հետ մղվել, չցուցադրվել, չապրել, տարիներ են անցնում եւ այդ ֆիլմերը իրենց կյանքն են ապրում, վերստեղծում, շարունակում եւ այսօր։ Եվ այդ ֆիլմերի շարքում անշուշտ եւ Առաջի սիրո երգն է, եւ Սքավոր ձյունը, եւ Խաթաբալան։
Սորոկ Սեմ, Պետլացե, Սորոկ Ադին Քա, Բարաբանի Պալկա, Ադին Ացատ Քա, Բան է ուզում ասի։ Լյակորը փողիրը արիլու թակիլի։ Ռեխա։ Իմացիլիք, կալապուտան Շուշանը շուրուչկա իդարիլ։ Մարդի ուզում ճարի փոխիլ է անումը շուրիրը, բաս։ Ասում է Շուշան անումը մոդնի անում չէ։ Համել Շուշանի մեն խիստ լվացկան ուղի, յակարան ուղի հուտի գալի։ Տուդի սուդի։ Դրուստ ես ասում։ Աբա, վուրդի Շուշան, վուրդի շուրա յա շուրուչկա։ Դիվ մեկ է թե միր քաղաքը վիկալնին ու մե բաշ Պետերբուրգ հասին յա Պարիժ։ Կարալավիս։ Աբա, Դևյան ոստա։ ոյ, մեկ հատ է մնացել։ Հակուստը տեսեք, ու դուք էլ կոսիք, որ Շուշան կանչիլը միխկ է։ Աբրիշում սիվ ծաղկավոր յուբկա, բացրանգի գերաս, մրեշ պեր չտկնիր, հեստի հուպտված, որ մեզ սահատ մենակ հակնելում հպիտաներ։ Բաս, Բա ոնց անի խիղճ աղջիկը, մարդացու հիմա քիչ կա, ու մարդ խիստին ուզում։ Բա պիտի այդպես խափին, ու մեկ իլ տեսար մի ֆրանտ եկավ, ու տը զնկավ բադեում։ Ոնց որ այսօր հիշեցի, որ ինքը զանգարեց եւ առաջարկեց, որ Խաթաբալա են նկարում, միջ այդ առաջարկությունը ես իր հետ 2 ֆիլմ եմ նկարել։ Տարիներ անցավ, մի 7-8 տարի Խաթաբալան ծրագրել էր Մինասի հետ, ես եւ Մինասը աշխատեինք։ Դա բացառիկ համագործակցություն էր, առաջին դեպքն է, որ կինո բեմադրիչները, նկարիչները, ռուսերեն պետք է ասեմ, ռասկադրովկա են անում։ Ինքը քանի որ շատ լավ հասկանում էր նկարությունը եւ նկարում էր, մենք փոքր պաստելով էսկիզներ ենք անում, ինչպես մուլտերը ինչպես են անում, այդպես նկարում ենք։ Ամենաշատ խաղացել եմ Յուրի Արամայիսչի ֆիլմերում, 4 ֆիլմ, ուր ես գնում զինվոր, կամուրջներ մոռացության վրայով, այս կանաչ կարմիր աշխարհը եւ Սգավոր ձյունը։ Ինձ համար նշանակալից էր Սգավոր ձյունը։ Զարմանալի կերպով Յուրի Արամայիսիչը ընտրեց ինձ Մարսելինի դերում եւ ես տարակուսեցի, թե ինչու հանկարծ երևի ինչ որտեղ եւ առանց փորձնական նկարահանումների։ Սա Յուրի Արամայիսչի առավելություններից մեկն է, որը երևի կողքից նայելով արդեն ինքը որոշում է, ով պետք է լինի իր ապագա դերակատարը իր ֆիլմի։ Հրավիրվեցի նկարահանումների եւ մյուս կարևոր փաստ է ինձ համար, որ ես առաջին անգամ երևի պետք է նկարահանվեի իմ վաղեմի ընկեր համակուրսեցի Արմեն Ջիգարխանյանի հետ։ Վայ լույս դայ։ Իսկ ես չլսեցի ինչպես մոտեցար։ Սուրճ խմել ես։ Իսկ ես անասուններին կերակրեցի, փեչևառեցի, մեր սապոգները մաքրեցի։ Դու իրոք որ հիանալի տանտեր ես։ Եվ լավ էլ երաժիշտ։ Ամենալավը ձեր նվագախմբում։ Իսկապես։ Իսայ գիտես ինչ, բան ունեմ ասելու քեզ։ Ասա լսում եմ։ Ինչ ես մտածում այն կյանքի մասին,
որ վարում ենք ես ու դու։ Ինչ մտածեմ։ Կյանք է էլի։ Մենակություն եւ աղքատություն։ Այ երբ դու լեռնագնաց էիր, լեռները պահում էին մեզ։ Իսկ հիմա այդ գործը վեր է քո ուժերից։ Իսկ ինձ նման աշխատանքը երբեք չի հրապուրել, երբեք։ Չտեսնված ստեղծագործական մթնոլորտեր ասեմ։ Երկուսով էին, Յուրի Արամայիսը նստած, ասեն մի առավելություն Յուրի Արամայիսը երբեք չէր անտեղի միջամտություններ անում, ամենևին։ Հետևում էր և չտեսնված աչք ուներ, ես դա չգիտեի, որովհետև այդքան չէի մերձեցել նրա հետ։ Արմենը ավելի լավ գիտեր։ Մի էպիզոդը նկարահանելու ժամանակ, երբ վերջացրեցինք, Յուրի Արամայիսը մոտեցավ, ես էլ իհարկե ներկա, Արմենն ասեց, Արմեն, здесь как-то неестественно получилось, ինչ-որ անբնական բան ստացվեց, ես ապշած նայեցի Արմենի երեսին, Արմենը շատ ուշադիր լսեց, հետո ասեց, понял, ես հասկացա քեզ։ Ու գնացինք մենք բուֆետ։ Կերանք բան, ասեցի Արմեն, ամեն ինչ նորմալ էր։ Ինչու հանկարծ Յուրի Արամայիսը քեզ այդպիսի բան ասեց։ Ասեց, չէ, գուշ։ Եթե Յուրի Արամայիսը ասեց, ուրեմն մի բան այնպես չէր, որովհետև ես հավատում եմ նրա հոտառությանը, նրա աչքին, նրա զգացողությանը։ Նա անում էր ֆիլմեր վավերագրական, ոչ խաղարկային, արվեստագետների մասին, արվեստի նվիրված ճարտարապետությանը, դա այդպես տուրք էր հիշատակի դեպի նախնիները։ Նկարահանել է նաև ոչ խաղարկային ֆիլմեր Գայանե Խաչատուրյանի մասին, նկարչուհի Ռոբերտ Էլիբեկյանի և ընտանիքի Հենրիկի և հոր և այլն։ Միշտ համարել եմ, որ մեր ազգային արվեստը, կինոարվեստը պիտի զարգանա մեր ավանդույթների հիման վրա։ Եվ եթե ռուսները ընդհանրենք ռուսական կինոն դա պրոզայի արձակի կինո է, որը հիմնում է գրականության վրա, մեր ֆիլմերը ինձ թվում է պիտի անպայման նույն ստեղծվեն հիմք դնելով մեր ավանդույթները պոեզիայում, ասենք, միջնադարյան երաժշտության, մանրանկարչության, այսինքն հիմնականում, այսինքն հենվեն պլաստիկ արվեստների վրա, որով մենք թվում եմ ինձ ուժեղ ենք։ Մեր վանքերն ու եկեղեցիները, մեր հավատի տաճարները հենց իրենք մեր անանուն ու հայտնի վարպետներն են, որ դաժան ու դժնի ժամանակների միջով անպարտելի քայլել են դեպի մեզ, որ վերածնվեն մեր մեջ, քանի որ նրանք են ժողովրդի անմահությունը։ Նրանցով ոչ ոք չի կարող վերածնվել բացի հայերից։ Նրանք անասելի ողբերգությունների վկաներ են և պահանջում են վերածնվել առանց ողբերգությանը։ Շատ հետաքրքիր մարդ էր, ամբոստ, խենդ, համարձակ, ինքը ինձ համար հիմնադիրներից է նեոռեալիզմի հայկական ժամանակը, գիտեք, ամեն ինչ իր տեղն է տենում, հետադարձ հայացքով որ նայում ես, խենթավալու ֆիլմեր են։ Աղջիկը լավ աղջիկ է։ Ջեն, սիրու, խելոք, որը պակաս չունի, ուսում առած, մի տեսնե ինչ ես դարել, իսկ ական չոպ ես դարել։ Դու առանց սիրու ոնց կուպսակնիս, լավ է։ Դու սերես որն է տո։ Համիկվաս է իսկական մալերիա կամ տիվ, համ լիարում ես, համ դեղով դարնում ես, բաշկան նապաստան։
Ոնց կունի։ Այդ աղջիկը շատ լավ աղջիկ է։ 3000 թուման փող, 2000 թուման էլ բաժին կունի քեզ համար մի պահած։ Քեզ որ տեսնի շատ կհավանի։ Խմում եմ քու։ Ես մի կա ջայլեն որ դարձած բաժակի տեսնում ձերած լսնում են։ Պարոն Իսայի։ Ես ճանաչ գալիս ախպեր, համա չիմ գիտի թե դու ով ես։ Միթե այդպես փոխվել եմ Իսայի ջան։ Երեխա ձեռիդ բեցացել եմ։ Գորգի ջան, պարոն Իսայի։ Պարոն Գորգի ջան։ Յուրի Արամայիսովիչը լավ մանկավարժ էր իսկապես, ուսուցիչ եւ կարողանում էր նույնիսկ ընտրության ժամանակ, ընդունելության քննության ժամանակ տեսնել այն ապագա ստեղծագործողներին, որոնք որ հետո ուսանելով իր մոտ ավարտելով արդեն իրեն տեղը գտան կինոարվեստում։ Երրորդ կուրսում 93 թվականներ կինոարտադրություն Հայաստանում չկար, կոլապս էր, գոյություն չուներ, ոչ մեկ չէր արտադրում ֆիլմեր։ Յուրի Արամայիսովիչը հայ ֆիլմում պայմանավորվել էր, որ իր ուսանողները կարողանան ժապավենով ֆիլմ նկարել։ Տալիս էր 3 տուփ ամեն ուսանողի, ով որ պատրաստ սցենար ուներ։ Իմ սցենարը նայեց, ասեց դու 4 տուփ վերցրու, ես քեզ 4 տուփ եմ տալիս, նկարի։ Մենք նկարեցինք այդ 4 տուփը, հասկացա, որ չի հերիքում ինձ միդ։ Ժապավենը չի հերիքում։ Գնացի իր մոտ, ասի, բարև ձեզ Յուրի Արամայիսովիչ, ասես բերել ես մատերիալը, կարող եմ նայել մատերիալը։ Ընդ որում ամբողջ ցիկլը անում էին հայ ֆիլմում։ Հիմա ես որ հետադարձ հայացքով նայում ես, երբ որ արդեն ծանոթ ես ֆիլմ արտադրությանը, դա բավական բարդ բան էր հայ ֆիլմում, այդ չաշխատող հայ ֆիլմում մոնտաժի ժամեր վերցնել, ժապավենի մշակումը ապահովել, ինչ որ կերպ անում էր։ Այսինքն ինքը գնում էր, ասում էր իմ ուսանողները պետք է նկարեն ու իր հետ համաձայնվում էին, որովհետև պիտի համաձայնվեին ու ասեց պիտի բերել ես մատերիալ, ասի չէ, ժապավեն չի երիքում ինձ, մի տուփել եմ ուզում Յուրի Արամայիսովիչ։ Ասեց գնա վերցրու։ Գնացինք, վերցրեցինք այդ ժապավենը, շատ ուրախացանք, որ ավելացել է, մի անգամից կուլ տվեցինք։ Ժապավենը հասկացանք, որ տիտրեր գրելու համար եւ էլի ինչ որ բան ենք ուզում նկարենք, ժապավեն չի երիքում։ Ուրեմն արդեն մի հատ անցել էինք այդ։ Եկա ասեցի Յուրի Արամայիսովիչ, ինձ մի տուփել է այդ ժապավեն, ասեց մենակ նյութը նայելուց հետո։ Դիտում կազմակերպեցին, դրեց, նայեց։ Նայումա ամեն կադրի հետ ավելի խոժորվում, ավելի մռայլվում։ Հասկացա, որ ինքը չի հավանում այս ֆիլմը։ Ֆիլմը կոչվում էր «Ես համարձակվում եմ մտաբերել»։ Ինչ որ էգզիստենցիալիստական ֆիլմ էր, երբ որ տղամարդը փորձում է վերլուծել, ինչի է ինքը հանցագործություն գործել կնոջ հանդեպ։ Զրո վերաբերմունք, վատ, նույնիսկ վատ, մռայլ։ Վեր կացավ գնաց, ոչ մի բան չասեց։ Հաջորդ օրը ես էլի գնացի իր մոտ, ասեցի, որ ինձ ժապավենա պետք, ասեց գնա վերցրու ու շարունակի։ Ինքը որպես քո ուսուցիչ, ինքը որպես քո ավագ գոլեգա, համաձայն չէր քո էսթետիկայի հետ, քո գեղագիտության հետ, բայց ինքը կողմ էր, որ դու քո էսթետիկայով նկարես եւ վերջացնես։ Այդ է Յուրի Արամայիսովիչի գաղտնիքը, դա այդտեղ է գաղտնիքը, ինչի են իր ուսանողները հիմա կինեմատոգրաֆում։ Սովորական մարդու համար էլ է շատ կարեւոր չկիսելով դիմացինին, չընդդիմանալ դրան, չոչնչացնել դրան, իսկ ուսուցչի համար այդ շատ կարևոր բան է։ Ու Յուրի Արամայիսովիչը դա ուներ։ Իսկապես այն առաքելությունն է կամ այն կենսակերպն է, որը որ վայել է մեծ արվեստագետին, այսինքն իրենից հետո թողնել եւ ֆիլմեր, որոնք դիտում են եւ հիշվում են, եւ ուսանողներ եւ աշակերտներ, այս բառը չեմ խուսափում, որոնք որ շարունակում են իրենց ուսուցչի գործը։